Դուք չեք կարող Հայաստանի Հանրապետության բանակի մասին հոգ տանել, լինելով պաշտպանության նախարար եւ բանակը դնելով այդպիսի քաղաքական ճղճին վիճակում, մեր զինվորներին լցնելով փողոցները։ Դուք չեք կարող դա անել։ Մարտի 1-ից հետո ձեր հայտարարություններն եմ ես հիշում։ Ոչ մեկ բանակի վրա ոչ մի բան չի բարձում։ Այն ռազմաքաղաքական ղեկավարությունը, փով գեներալները, այդ թվում նաև ձեր նախարարության ժամանակված նշանակված, այն թալանչիները, ովքեր բանակի հաշվին հարստացել են, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանում ռազմաարդյունաբերության տոտալ ջախջախման կամ ընդհանրապես չկայացման համար։ Այդ մարդիկ են այդ մեղավորները, հասկանում եք։ Եվ նրանք այո, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց բոլոր գործերը դրա մասին են, այդ խոսակցությունները դրա մասին են։ Հայաստանի անկախ պատմության մեջ բազմաթիվ հնարավորություններ են կորսվել։ Եվ դուք ավելի լավ դրա մասին խոսեք։ Այնպեսի տպավորություն ոնց որ դուք բոլորովին նոր եկել եք, մեզ դատավոր եք այստեղ հանդես գալիս։ Դուք Արցախում եք եղել ռազմաքաղաքական ղեկավարություն, Հայաստանում եք եղել տասնյակ տարիներ։ Դուք ես վերջերս եք ձեր պաշտոնը կորցրել ընդհանրապես։ Դուք ոչ մի բանի համար պատասխանատու չեք։